плевать на международные права, международный порядок. Если нам для нашей национальной безопасности необходимо было начать СВО на территории Украины, почему, исходя из тех же самых соображений, мы не можем начинать СВО и в других точках нашей зоны влияния? Վլադիմիր Սոլովյովի հերթական հակահայ ելույթը բուռն դժգոհություն է առաջացրել Հայաստանում։ Ռուս հեռուստամեկնաբանն այս անգամ գնահատականներ է հնչեցրել Սոլովյով լայվի ժամանակ։ Для нас гораздо болезненнее то, что происходит в Армении, чем то, что происходит в Венесуэле. Потеря Армении – вот это гигантская проблема. Հայաստանի դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին ակնարկող Սոլովյովին նախ բուռն քննադատեցին քաղաքասարակության ներկայացուցիչներն ու հասարակ օգտատերերը։ Դատապարտող գրառումներ ու տեսանյութեր տարածեցին նաև իշխանական պատգամավորները։ ԿՊԱ-ական պատգամավոր Արման Եղոյանը տեղի ունեցածն անթույլատրելի է համարում։ Պարոն Սոլովյովը պիտի հաշվի առնի ամեն դեպքում, որ ինքը ռուսական պետական հեռուստաընկերության լրագրող է, հեռուստաընկերություն, որը գործում է համապատասխան Հայաստանում հեռարձակվում է համապատասխան միջպետական պայմանագրերի հիման վրա, որտեղ որ սևով սպիտակի վրա գրված է, որ չի կարելի միմյանց պետականության, ինքնիշխանության դեմ կոչերով հանդես գալ։ Ընդդիմությունը սոցհարթակներում հիմնականում լուռ էր։ Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Ֆակտոր TV-ի հարցինի պատասխան թեև շեշտեց, անընդունելի է համարում Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն կամ արտաքին եւ ներքին միջամտության փորձ, սակայն ըստ նրա կոշտ արձագանք պետք է լինի նմանօրինակ բոլոր հայտարարություններին։ Մենք տեսնենք իշխանության ներկայացուցիչների դատապարտումը Ադրբեջանի շատ ավելի Ադրբեջանի պաշտոնյաների, ոչ թե Ադրբեջանի մեկնաբանների որևէ հայտարարություններին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնող ու ներքին գործերին ուղիղ միջամտող, թե չէ անընդունելի է նման հայտարարությունները, բայց հիմա դուք ինձ բան եք անում, մեջ եք բերում մի երկրի ընդհանրապես մեկնաբանի խոսքեր։ Սոլովյովը սակայն ընդամենը մեկնաբան չէ։ Դեռևս 2013 թվականին այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բարձր գնահատելով Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման եւ ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը նրան պարգևատրել էր պատվո շքանշանով։ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այս փաստը ամոթալի է համարում։ Հայաստանի Հանրապետությունում գործող ընթացակարգով զրկել այդ մոլագարին պատվո շքանշանից չի կարող Հայաստանին ու հայ ժողովրդին պարբերաբար սպառնացող մեր երկրին աղետներ ցանկացող եւ ընդհանրապես մարտահայտած խելագարն արժանացած լինի Հայաստանի բարձրագույն պարգևներից մեկին։ 2024-ի փետրվարին Սոլովյովն իր հեղինակային հաղորդման ժամանակ հերթական վիրավորական արտահայտություններ ներհնչեցրել ինչպես Հայաստանի, այնպես էլ իշխանության հասցեին, ինչն արժանացել էր կոշտ արձագանքի։ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն նախ բողոքի նոտա էր հղել Մոսկվա, ինչից հետո Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելափակվեց։ Հնարավոր է հանրային մուլտիպլեքսից ռուսական ալիքները հանելու հարց դրվի։ ՌՀ-ն արդեն իսկ տվել է անցած տարի, եթե չեմ սխալվում, իր եզրակացությունը, որ այդ ռուսաստանյանությունները խախտում են երկկողմ պայմանագրի համապատասխան կետերը եւ հիմա հարցը գտնվում է քաղաքական որոշման տիրույթում, կարող է իհարկե կայացվել նման քաղաքական որոշում, ես կողմ կլինեմ նման քաղաքական որոշման կայացնելուն եւ եթե հարցը հասնի քննարկման, ես կողմ կարտահայտվեմ դրան։ Միանշանակ կարծում եմ, որ պետք է գնալ այդ քայլին, հատկապես այս իրավիճակից հետո։ Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի ու Ռուսաստանի միջև համաձայնագիր կնքվեց, ըստ որի Հայաստանում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները չպետք է անդրադառնան տեղական ներքաղաքական թեմաներին, չպետք է տարածեն ատելության խոսք եւ այլն։ Պատկերը սակայն այլ է։ Քարոզչական պատերազմը մեծ թափ է հավաքում։ 2020 թվականից ի վեր, երբ ասում էինք, որ Ռուսաստանը իրականում թշնամական պետություն է, բայց շատ ուղիղ դա մենք չէինք կարողանում հստակ հաստատել, այլ ավելի շատ գործողություններ այն ինչ տեսնում էինք, դրանք ավելի հիբրիդային, ոչ ուղիղ ռազմական, ոչ կոնվենցիոնալ պատերազմական գործողություններ էին, այլ հիբրիդային հարձակումներ էին։ Հիմա փաստացի նաև կոնվենցիոն ռազմական հարձակման կոչ է անում պրոպագանդիստ Սոլովյովը։
Աշխատանքային օրվա ավարտին Ֆակտոր TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորհրդով մունք է արտահայտվել պետական հեռուստատեսության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Այնինչ Կրեմլից ուղիղ չի ասվում է Սալավլյովների կամ Մարգարիտա Սիմոնյանների վերանով, բայց մյուս կողմից նաև այդ դեպքում պետության արձագանքն էլ պիտի շատ ավելի այդպես երկար քշորադատված լինի։ Ի վերջո, ինչ կհետևի ԱԳՆ-ի արձագանքին, արդյոք քաղաքական որոշում կկայացվի Հայաստանի Հանրապետությունում ռուսական ալիքների հասանելիության սահմանափակման, չնայած քաղաքական հայտարարություններին, իշխանություններն այս ուղղությամբ դեռևս զերծ են մնում կտրուկ քայլերից։